Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի գիտահետազոտական նյութերը, գիտական աշխատություններն ու վերլուծությունները միջազգային Crossref համակարգում։ Համաշխարհային այս հարթակում հայկական գիտական նյութերի ինտեգրումը հիմնարար գրադարանը սկսել է 2022 թվականից, արդյունքն արդեն տեսանելի է։ Գիտնականի անհատական պորտֆոլիոն միանում է իր գիտական հրապարակումներին։ Սա իսկապես մի փոքր նորություն ասեմ, թե ինչ ասեմ, բայց այդ հնարավորությունը մենք ունենք, որովհետև մենք միայն հիմնարար գիտական գրադարանը ստեղծում է թվանշային գրադարանը, եւ երբ մենք թվանշային գրադարանում մուտք ենք անում, այդ հրապարակումը արդեն հասանելի է դառնում միջազգային տարբեր շտեմարաններով։ Հայկական թվանշային գիտական գրադարանում յուրաքանչյուր գիտնական կարող է ունենալ անհատական ID օգտահաշիվ, ինչը հնարավորություն կտա եռալեզու համակարգում թողնելու իրենց հետազոտությունների գրավոր տարբերակները, նաև հետևելու աշխարհի գիտական հրապարակումներին։ Հոդվածի վրա մենք տեսնում ենք ORCID ID-ն, համարը, մենք մուտքագրում ենք դա որպես անձնագրի տվյալ հոդվածի, մուտքագրում ենք Crossref համակարգում, ինքը արդեն ավտոմատ իրենք արդեն կարողանում են իրենց մոտ դա տեսնել առանձին չեն մուտքագրում, դե իհարկե եթե լեզուն անգլերեն է, ունի ամփոփում հայերեն, ռուսերեն, անգլերեն, մենք ամբողջը մեր համահայկական թվանշային գրադարանում այդ բոլոր դաշտերը լրացնում ենք։ Կանաչ գրադարան խորագրով տարեսկզբից ավտոմատացրել են գրադարանում գիրք պատվիրելու, ստանալու եւ հանձնելու գործընթացները ընթերցողի էլեկտրոնային ստորագրությամբ։ Մենք փորձարկեցինք էլեկտրոնային ստորագրության համակարգը եւ շատ լավ արդյունք ունեցանք։ Այսօր արդեն հիմնարար գիտական գրադարանում մենք կարող ենք ասել, որ գրադարանային գործառույթները ավտոմատացված են եւ կարողանում ենք արդեն իրականացնել լիարժեք ավտոմատացված սպասարկում։ Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարյան միաբանությունների Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ նախորդ տարի արված աշխատանքներն արդեն պատրաստ են տպագրության։ Գրիգորյանի խոսքով լավ արդյունք են ակնկալում։ Յուրա Վահանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։